Մախալքալակի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրաս Մչրլիձեն եւ վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացել են Բավրա գյուղում հրապարակի եւ մանկական խաղահրապարակի շինարարական աշխատանքներին։ Այստեղ աշխատողները տեղի բնակիչներ են, իսկ այս ծրագրի մրցույթը շահել եւ իրականացնում է ACR Group կազմակերպությունը, որը շինարարական աշխատանքները կտևի մինչեւ հունիս ամսվա վերջ։ Ֆինանսավորումը մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից է։ Այս նախագծում նախատեսված է Բավրա գյուղի հրապարակի տարածքում տեղադրել մանկական ատրակցիոններ, ճոճանակ, նստարաններ, արտաքին լուսավորության համակարգեր, աղբամաններ եւ զբոսանքի արահետ, նաեւ կտնկվեն ծառեր եւ բույսեր։ Այսօրվա դրությամբ մեր Բավրա գյուղում, Մախալքալակի մունիցիպալիտետի Բավրա գյուղում կատարվում է, կարելի ասել, մեծ շինարարություն։ Շինարարության հիմնական միտքն է մենք կառուցում ենք մանկական խաղահրապարակ, որը այս ամենը ձեռնարկել է մեր Մախալքալակի մունիցիպալիտետը, ամեն ֆինանսավորական հարցերով եղել է մեր քաղաքապետարանը, այսինքն մեր քաղաքապետ պարոն Մելքոն Մակարյանի ձեռնարկությամբ։ Այս գեղեցիկ խաղահրապարակը կառուցվում է մեր գյուղի մանուկների համար, գյուղի զարգացման եւ բարգավաճման համար։ Այսօրվա դրությամբ այս խաղահրապարակը կառուցում է շահույթը շահող Աշոտ Սալվարյանը։ Այստեղ ինչ շինանյութեր օգտագործվում է, տարբեր տեսակի շինանյութեր, եղել են բարձր որակի, ծրագրին համապատասխան չափսերի։ Այս ամենը վերահսկվել է իմ եւ մեր Սաքրեբուլոյի պատգամավոր Սողոմոն Ասլանյանի կողմից, եղել են ամեն շինանյութ բարձր որակի։ Ինչ վերաբերվում է մեր շինարարներին, մեր շինարարները մեր համագյուղացիներն են Նվեր Բերիկյանը, Պետրոս Բերիկյանը եւ Հովանես Ալվանյանը։ Նրանք կառուցում են բարձր որակի շինարարական նորմերի համապատասխան, կարելի ասել ել ավելի բարձր, ոչ մի խնդիր չկա, թե շահույթը շահող Աշոտ Սալվարյանին, թե եւ մեր շինարարներին գործը կատարվում է բարձր որակի, որովհետեւ նորից եմ կրկնում, ամեն ինչ կատարվում է մեր վերահսկողության տակ։ Այս ամենի համար մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ներքին կառավարման մարմիններին, հանձինս մեր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր պարոն Սամվել Մանուկյանին, մեր մունիցիպալիտետի քաղաքապետ պարոն Մելքոն Մակարյանին եւ Սաքրեբուլոյի նախագահ պարոն Նայիր Իրիցյանին, որովհետեւ այս ամենը կատարվում է նրանց նախաձեռնությամբ։ Դեր սա վերջը չէ, ինչպես տեսնում եք, արդեն գործը մոտենում է ավարտին, շուտով մենք այստեղ կունենանք շատ մեծ խաղահրապարակ։ Կարող եմ ասել, որ այս խաղահրապարակը լինելու է Վրաստանի ամենամեծ խաղահրապարակներից մեկը, թե տարածքով, թե գումարի ծախսով։ Ես եւ Սողոմոն Ասլանյանը շնորհակալություն ենք հայտնում մեր կառավարությանը եւ ամբողջ գյուղի հասարակության անունից շնորհակալություն ենք հայտնում մեր կառավարությանը։ Սա դեռ ավարտը չէ։ Սրանից հետո մենք գյուղում ունենք ծրագրեր, սրանից հետո մենք եզրափակելու ենք գյուղի ամբողջ փողոցները, ամբողջ գյուղը, ամբողջովին լուսավորությունը պիտի եզրափակենք։ Այսօրվա դրությամբ դրանից հետո Մելքոն Մակարյանի նախաձեռնությամբ լայնացվելու է գյուղի կենտրոնական ճանապարհները ամբողջովին, լայնացվելու են, դրանից հետո լինելու է հարթեցում, հարթեցումից հետո լինելու է նոր ասֆալտի ծրագրավորում, որովհետև այս տարի լինելու է նաև ասֆալտի ծրագիրը։ Եթե եղավ այդ ասֆալտի ծրագիրը, անպայման գալող տարի, եթե ոչ աշունքը, գալող տարի անպայման կլինի գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում։ Մոտավորապես կիլոմետր 300 մետր ասֆալտապատում է լինելու։ Մեր ներքին կառավարման մարմինները աշխատում են, ձեռնարկում են ամեն ինչ, որպեսզի մեր մունիցիպալիտետում զարգանա յուրաքանչյուր գյուղ, բարգավաճի յուրաքանչյուր գյուղ։ Այսօրվա դրությամբ ոչ միայն մեր մունիցիպալիտետում, ամբողջ Վրաստանով մեկ մեր Վրաստան պետությունը այսօր ցուցաբերում է մեծ զարգացման աստիճան, որը ամբողջ Վրաստանով մեկ Վրաստանը զարգանում եւ բարգավաճում է, իշ շնորհիվ մեր կառավարությանը, հանձինս հարգարժան պարոն վարչապետ Իրակլի Կոբաղիձեի գլխավորությամբ, այսինքն իր կառավարության գլխավորությամբ այսօր զարգանում է ամբողջ Վրաստանը, բարգավաճում է յուրաքանչյուր Վրաստանի քաղաք, զարգանում եւ բարգավաճում է յուրաքանչյուր
գյուղ, յուրաքանչյուր շրջան եւ յուրաքանչյուր մունիցիպալիտետ։ Շնորհակալություն նաեւ մեր Վրաստանի կառավարությանը, հարկարժան վարչապետ Իրակլի Կոբաղիձեի գլխավորությամբ մեր շնորհակալությունն ենք հայտնում եւ ամբողջ գյուղի հասարակության անունից։